Գայթակղություններ պետք է գան, բայց վայ նրան ում ձեռքով կգան գայթակղություն։ Իսկ ինչ է ընդհանրապես գայթակղություն։ Երբ է եկել գայթակղությունը, երբ ծագեց այդ երևույթը ընդհանրապես։ Գայթակղությունը կարելի է սահմանել հետևյալ կերպ։ Խաբեություն, գայթում, շեղում, չարի բարու մեջտեղ։ Չարը որպես բարի ներկայացնելու խաբեություն։ Առաջին գայթակղությունը երբ եղավ, դրախտում եղավ։ Աստված ասաց, երբ ուտեք կմեռնեք, սատանան ասաց, չեք մեռնի, կլինեք աստվածների նման։ Առաջին գայթակղությունը կամ առաջին գայթումը, շեղումը հենց այստեղից էլ ծագեց։ Այսինքն Աստծո խոսքը այլափոխվեց, գայթակղություն առաջացավ։ Գայթակղությունը, գայթումը, շեղումը առաջանում է մարդու մտքում։ Չարի դրդման, որտեղ մտքի ոլորտը, օդային ոլորտն է, սատանայի իշխանության տիրույթն է։ Այնտեղ չարը լավ է գործում։ Եվ ինչ ասեց Եվային, երբ որ տեսավ, ասեց, ինչ գեղեցիկ է, չեք մեռնի աստվածների մասին, մի տեսակ թմրեց, հարբեց Եվան սատանայի խոսքերից, հա։ Մեր միտքն էլ, երբ որ թմրում է, հարբում է, մենք գայթակղվում ենք, մենք չենք կարող գայթակղվել, նշանակում է շեղվել, գայթում ենք մենք, չենք կարողանում կողմնորոշվել, մառախուղը գալիս է, աչքերիդ, մտքիդ աչքերը փակում է, եւ դու չես տեսնում, ինչ է քո առջև, չարը բարի ես տեսնում, այստեղ ամբողջ գաղտնիքը գայթակղության, վատը լավ ես տեսնում, սխալը ճիշտ ես տեսնում, ու չարը որպես բարիք ես գործում, ինչպես Եվան կերավ, ուզեց Աստված անել, բայց մեռավ։ Նույն պատմությունը մեր կյանքում է, ամեն օր, ամեն վայրկյան։ Տեսեք, Աստծո առաքյության մեջ արհեստական չափազանցված որևէ փայլ, որևէ բան չկա։ Աստված ինչ որ ստեղծել է, գեղեցիկ է ստեղծել, բայց ոչ թե գայթակղեցուցիչ։ Տեսեք, բայց մենք այդ գեղեցիկը գայթակղվում ենք Աստծո ստեղծված առաքյությամբ, բայց ինչու ենք գայթակղվում։ Տղամարդը կանանցով է գայթակղվում, կինը տղամարդկանցով է գայթակղվում, արվեստագետը նկարչությամբ է գայթակղվում, երաժիշտը երաժշտությամբ է գայթակղվում, այսինքն տուրք է տալիս, տրվում է։ Առաքյության մեջ չի տեսնում արարչին, այդ պատճառով էլ գայթակղվում է։ Առաքյությունը ուզում է արարիչ դարձնել։ Արարածին ուզում է արարիչ դարձնել։ Տեսեք, առաջին գայթակղությունը սիրակի իմաստության մեջ ասում է, երբ ստեղծվեց։ Մի մարդ իր վաղամեր զավակին կորցնելուց հետո վշտից, ցավից երեխայի իր վաղամեր զավակի արձանը կառուցեց ու կարոտով լցվեց ու սկսեց երկրպագել։ Կռապաշտություն այստեղից է առաջացել։ Այսինքն կուռքը կամ իր զավակի հիշատակությունը, իր զավակի հանդեպ խեղաթյուրված, գաղթակղված կամ շեղված սերը, տեսք սեր, չէ, ծնողի սեր զավակի հանդեպ լավ բան է, բայց իր համար կռապաշտություն դարձավ։ Եվ այդպես էլ ամեն գայթակղություն, երբ որ մարդը շեղվում է Աստծո առաքյության ճշմարիտ կերպարից, պատկերից, Աստծո պատվիրանից, շեղվում է, ընկնում է գայթակղության մեջ։ Ուրեմն ինչ է մեզ պետք, որ չգայթակղվենք եւ չգայթակղեցնենք։ Իմաստուն միտք է պետք։ Մաքուր միտք է պետք, որ մենք հստակ գնահատենք, Աստծո արարածին նայենք, գնահատենք, ոչ թե արտաքին փայլը տեսնենք, այլ ներքին էությունը ճանաչենք։ Տեսեք, երիտասարդները ուզում են ամուսնանալ, չէ՞։ Գայթակղվում են, սիրահարվում են, կամ չգիտեմ ինչի համար են ամուսնանում, չեն հասցնում իրար ճանաչել,
չեն հասնում իրար ճանաչել։ Այդ փայլը արտաքին խանգարումը կամ սիրահարվածությունը կամ զգացմունքը խանգարումը, որ իրար ճանաչեն եւ իրար սիրեն, ապրեն, ճիշտ ամուր ընտանիք կազմեն։ Տեսնում եք այդ գայթակղությունը, այստեղ ահա որ ավերածություն է ստեղծում։ Անցնում է որոշակի ժամանակ, այդ փայլը վերանում է, սիրահարվածությունը, զգացմունքը սարճում է, դադարում է, ապաշանում են։ Վերացավ, ոչնչացավ, սեր, չկա ընտանիք, գոյություն չունի։ Տեսեք ինչ ավերածություն ստեղծեց գայթակղություն, կամ սիրահարվածություն, կամ զգացմունք։ Մենք զգացմունք չենք զգում, բայց ով ասել, որ դուք պիտի զգացմունք զգաք։ Դուք պիտի սեր ունենաք, սերը զգացմունք չի։ Սերը խոր ապրում է։ Սերը խոր իրականություն է։ Սերը կատարյալ ճշմարտություն է։ Նույնպես ամեն ինչու։ Երբ որ մենք այդ գայթումը, այդ շեղումը մեր մտքից, մեր մտքի տեսողությունից վերացնենք, ամեն ինչ իրական տեսնենք, ինչպես մեր Տերն է ասում, աչքի տեսածով դատաստան մի արեք, ուղիղ դատաստան արեք։ Այն ժամանակ գայթակղությունը կվերևանա։ Մենք չենք կուլ գնա արտաքին փայլին, այլ ներքին էությունը կփորձենք ճանաչել։ Համբերատարությամբ կքննենք Աստծո արարչությունը, ամբողջ արարչության մեջ առաջին կտեսնենք, կճանաչենք, որ սա ինչքան գեղեցիկ է, ուրեմն արարիչն ավելի գեղեցիկ է, եթե այսպես գեղեցիկ է ստեղծել։ Ոչ թե արարածին կփառաբանենք ու կուրկ կսարքենք, այլ արարչին փառք կտանք։ Ու թե վերանա գայթակղությունը, շեղումը, մառախուղը, մեգը, թող հաստատվի աստվածային լույսը, խաղաղությունը, իմաստությունը։ Ամեն։